Սոսեի փորձության արդյունքները շարժեցին մեր մյուս մասնագից էքստրասենսների հետաքրքրությունը։ Հենց այս փորձությունն էր, որ Սոսեի համար դարձավ փոքրինչ ճակատագրական։ Ասեկոսեները այս մասնակցի շուրջ չէին դադարում երկար ժամանակ։ Կռահել մարդու անունը մի քիչ շատ էր սովորական թվացող այս կնոջ համար։ Նախ մանիկենը մի քիչ շատ ազդու էր, խոշոր, այս պահին էլ խոսալուց ես իմ զգացմունքներին տեղիք եմ տալիս։ Ինտուիցիան ինձ հուշում է, որ անպայման դերասան է, այդ մանիկենի շորի հագուստը դերասանի հագուստ է, եւ կարծես թե մտա ինչ-որ մի հատ աշխարհ, Խորեն Աբրահամյանին ես տեսա, Խորեն Աբրահամյանի կերպարն է։ Ինչքան էլ Սոսեն փորձում էր բացատրել, որ անկեղծ է եւ որ իր հաջողության համար նա շնորհակալություն պետք է հայտներ միայն ու միայն իր այս զորեղ ինտուիցիային, միևնույն է նրան ոչ ոք չէր հավատում։ Խոսակցությունները Սոսեի շուրջ շատ ավելի ուժեղ երանգ ստացան, երբ պետք է պարզեին, թե ում հուշաքարի մոտ են գտնվում։ Այս փորձությունն իրականացնելու համար մենք մեր մասնակից էքստրասենսների հետ միասին ուղևորվեցինք Երևանից ավելի քան 100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Զանգակատուն գյուղ, որտեղ ծնվել, ապրել եւ մահացել է մեծն բանաստեղծ Պարույր Սևակը։ Ինչ կզգային էքստրասենսները մեծն բանաստեղծի տապանակարի մոտ գտնվելով։ Նրանց հայտնի էր միայն, որ իրենց էքստրասենսոր հատկությունները պետք է ստուգեինք անհայտ մի քաղաքում, բայց թե որտեղ, նրանք նույնիսկ ենթադրել չէին կարող։ Մեքենայի պատուհանները ամուր փակված էին, բայց դա էլ քիչ համարելով, ավելի ապահով դարձնելով մեր փորձությունը, մենք խնդրեցինք մեր մասնակիցներին հագնել սև անլուսաթափանց ակնոցներ։ Ճիշտ ճանապարհը նրանց ցույց կտար միայն 6-րդ զգայարանը։ Մեր ուղևորության հենց սկզբում, դեռ չհատած Երևանի սահմանը, Սոսեն արդեն կանխազգում էր այսօրվա փորձությունը։ Մենք նրան թուղթ եւ գրիչ տրամադրեցինք, որպեսզի նա գրի առնի իր կանխազգացողությունները։ Եվ գրել էի, որ Պարույր Սևակի տուն թանգարանա, չգիտեմ։ Ուրա, վայ մամա ջան, տեսակ, ես առաջի ձանից առաջին անգամ ես ասեցի գրեմ։ Ձեր թողտեմ ձեռքում ես ասել։ Ես ազնվությամբ ես հիմա արտասում եմ, Տեր Աստված ջան, ես միշտ կլսեմ իմ սրտի թրթրներին։ Վայ ես շոկի մեջ եմ, ես Պարույր Սևակ ազնվությամբ եմ ասում, բոլորի ցավը տանեմ։ Ինչպես կարող էր այս էքստրասենսը տեսնել սև ակնոցից այն կողմ, որը նա ստիպված էր եղել հագնել դեռ Երևանից դուրս չեկած։ Պարույր Սևակի տուն թանգարանը գնալու ժամանակ ուրեմն դեռ Երևանից դուրս չեկած ես սկսեցի իմ ենթագիտակցականով ինտուիցիայով զգալ մեր ճանապարհորդության ուղղությունը։ Ես զգացի, որ իրոք գնում ենք Պարույր Սևակի տուն թանգարան։ Մեքենայի մեջ ես բարձրաձայնեցի, որ ես գիտեմ ուր են գնում։ Սցենարիստ ինձ ասեց, եթե գիտեք, կարող եք թղթի վրա արձանագրել ձեր ուր են գնում։ Ես գրեցի եւ վերջում իրոք իմ ինտուիցիան ինձ չդավաճանեց։ Ինչքան էլ Սոսեն արդարանար, միևնույն է, մրցակից էքստրասենսների հորդորներն այնքան ճնշող էին, որ այս էքստրասենսը փորձություններից մեկի ժամանակ ստիպված եղավ ուղղակի լռել։ Չեմ սխալվի, եթե սա տղամարդու մաս չէ, տղամարդու մազ ավելի ճիշտ։ Տղամարդու մաս։ Վերջապես մեկ ասես, որ տղամարդը։ Վերջապես։ Նույնիսկ ինձ թվում է տղամարդը շատ թիկնեղ, գեղեցիկ բոյով տղամարդ է եւ նույնիսկ կարող է նույնիսկ ես մի պահ սպասում էի, թե հեսա գազի թե ով է այս մազրի տերը, թե ով էր կողքի սենյակից հետևում փորձության ողջ ընթացքը, Սոսեն այդպես էլ այդ հարցին չպատասխանեց։ Մազի դեպքը կարող եմ նշել, որ մազի դեպքը նույնիսկ Ռիչարդ Մադլենյանը եկավ, ես իրան տեսա թիկնեղ բոյով տղամարդ, բայց վախեցա անուն ազգանունից։ Իջա սրճարան, Մադլենյանին տեսա, ասել մեր օրվա հերոսը դուք եք, ուղղակի ես չկարողացա արտահայտվել։ Քննադատություններն ու խոսակցությունները այս մասնակցի հանդեպ վերջ դրվեցին միայն մի շատ հետաքրքիր փորձության ժամանակ։ Այս փորձության ժամանակ մենք հրավիրել էինք 5 տղամարդու։ Նրանցից միայն մեկն էր, ով պատերազմի դառը հետքը կրում էր իր ներաշխարհում։ Ամենա հետարքիր փորձությունը, որ միջև հիմա իմ համար ազդու է, դա 5 տղամարդ են ու այդ տղամարդկանցից մեկը կռվել է, ֆիդային է, պետք է տեսնեինք, զգայինք ով էր կռվող տղան։ Բոլոր էքստրասենսները մեկը մյուսի ետևից ձախողեցին այդ փորձությունը։
Դուք եք։ Դաժանություն, գիտեք, դաժան ապրած կյանքի ինչ-որ բաներ եմ տեսնում։ Եվ միայն Սոսեն էր այն միակը, ով զգաց ազատամարտիկին տարբերելով մյուսներից։ Ուրեմն բոլորի սրտերը ստուգելով, ես այդ ինտուիցիայով, այդ էներգետիկ դաշտով կարողացա իսկական Ֆիդայինին գտնել, բայց ես իր մոտ բավականին ոնց որ իրոք մտա այդ սրտի, այդ անկանոն իմպուլսների մեջ մտա, ոնց որ այս պահին ես ու ինքը պատերազմի մեջ էինք, թոհուբոհի մեջ էինք, իսկական կռվող տղան, ոնց որ դուք եք, բայց մնացածներին ես երկու կերպարին էլ կընդգծեի, բայց չգիտեմ, ձեզ հետ միջև հիմա ես իմ մարմնի մեջ դող կա, ձեր սրտի հետ դող կա, ձեր հետ կոնտակտը ավելի ուժեղ ես ստացա, քան մնացածներին ասում, իրանք կերպարների մեջ են, բայց դուք անցել եք այդ թոհուբոհի միջով։ Այս փորձությունից հետո խոսակցությունները այս մասնակցի հանդեպ դադարեցին։ Իմ ինտուիցիան, իմ պահապանն է, այդքան բան կարող եմ ասել, որ կարողացա ճիշտ որոշել։ Եզրափակչում հայտնված միակ կին էքստրասենսը, ինչպես ինքն է ասում, բախտավոր է ամեն ինչում։ Ուրեմն ես ամուսնացած եմ, ես ֆիզիկայի ուսուցչուհի եմ, ամուսինս նույնպես ֆիզիկ է, ունեմ 5 երեխա, 4 աղջիկ մի տղա, 6 թոռ, շուտով մեկն էլ կունենանք, բազմազավակ այսպիսի ընտանիք, այսպիսի համերաշխ, լավ, ուրախ եմ ես իմ ընտանիքով, իմ թոռներով, իմ երեխաներով, իմ ամուսնով, էլ ինչ կարող եմ ավելացնել։ Տնի Սոսե, հիմա պետք է ընտրեք այս ծրարներից մեկը, որը առաջին հայացքից վերևից երևում է ծրար, իսկ ներքևից այն վկայագիր է։ Փորձեք ընտրել, հստակ դա, լավ, ծափարությունները գնաց։ Եվ այսպես, հարգելի բարեկամներ, ես արդեն այսօր նշել եմ մեր ինտերնետային քվեարկության մասին, 2 շաբաթ շարունակ ինտերնետային քվեարկությամբ մեր հեռուստադիտողը կարող էր ընտրել եւ իր ձայնը տալ իր նախընտրած մասնակցին։ Ինչպես գիտենք, քվեարկությունն արդեն ավարտված է, եւ մենք գիտենք, թե ով է ամենաշատ ձայներ հավաքած մասնակիցը, թե ում օգտին է քվեարկել հեռուստադիտողի մեծամասնությունը։ Եվ այսպես ընդհանուր քվեարկողների քանակն է 103117։ Եվ առաջին տեղում է Տիկին Սոսեն, որը հավաքել է 47910 ձայն։ Էքստրասենսներ նախագիծ տրվում է Սոսե Բաբայանին ինտերնետային քվեարկության հաղթող անվանակարգում հաղթող ճանաչվելու համար։ Եվ ծափարությունների ներքո Տիկին Սոսե ձեզ վկայագիրը եւ ինչպես նաեւ նույնպես պլազմային հեռուստացույց եւ այսպիսով ինտերնետային քվեարկության առաջատարն է Սոսե Բաբայանը։ Շնորհակալություն եմ հայտնում Armenia TV-ին այսպիսի հնարավորություն տալու համար, այսինքն մեր կարողությունները համայն աշխարհին ցուցադրելու համար, ամբողջ հայությանը շնորհակալություն, ինձ ակտիվ քվեարկելու համար։ Այս 2 ամիսների ընթացքում մենք փորձեցինք հաղորդում անել էքստրասենսերի մասին, նրանց գերբնական կարողությունների մասին։ Եվ փորձեցինք փոքր-ինչ փոխել ձեր վերաբերմունքը հրաշքի եւ անհավանականի վերաբերյալ։ Ինչքանով դա մեզ մոտ ստացվեց, ես չգիտեմ, սակայն հույս ունեմ, որ այս 2 ամիսը հենց այնպես չանցավ։ Ստեսություն։